կնոջ հղիության 57-րդ օրը սրտի առաջին բաբախյունի հետ ձևավորվում է այսպես կոչված սրտի ուղեղիկ, որը ստիպում է աշխատել սրտին, իսկ ինչ է տեղի ունենում իրականում։ Այլ նա ստանում է այն իմպուլսը, այդ նյարդային կենտրոնը, որը խթանում է սրտի աշխատանքը։ Հոգի կանչելու պրակտիկան իսկապես գոյություն ունի, սակայն խորհուրդ չի տրվում այն կիրառել, հիշեք հարգելի հետևորդներ, իսկապես խորհուրդ չի տրվում այն կիրառել։ Նրանք վերանորոգվել եւ վերադարձել աշխատանքի։ Եվ այսպիսի մի խնդրանք հնչեցրեց, ասաց միայն խնդրում եմ, մշտապես սեղանի վրա ինձ համար ունեցիր քաղցրավենիքներ եւ մրգեր, ես դրանք շատ եմ սիրում։ Ռուբեն Գրիգորյանի հարցումները ցույց տվեցին, որ մարմինը սեփական էներգիա առհասարակ չունի։ Հանկարծակի լիցքավորվում են էներգիայով։ Սա հոգու մեծ գործոնն է, որ մեզ լիցքավորում է իր արևից ստացած էներգիայով։ Նելի ջան, քանի որ անդրադարձանք դիցերին, ես կխնդրեի, որ դու քո երեկվա տեսած տեսիլքը պատմես։ Ողջույն հարգելի հետևորդներ եւ համախոհներ։ Կրկին մենք եթերում ենք նորանոր բացահայտումներով, որի համար շատ ուրախ ենք եւ կարծում եմ ուրախ եք նաեւ դուք։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ։ Ուզում եմ Գոհար ջան, այնուամենայնիվ անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի հենց սկզբում, որովհետեւ տարաձայնությունները շարունակվում են մեր հետևորդների թվի, տեսանելիության, մեկնաբանությունների թվի քանակի եւ այլնի առումով ես չեմ ուզում սա որևէ արդարացման նմանվի, բայց քանի որ հարցադրումները հնչել են, անպայման ուզում եմ նորից անդրադառնալ։ Խնդրեմ Լիլիթ ջան, բնական է, այդպես էլ պետք է լինի։ Վերջին անգամ անդրադառնանք սրան, որովհետեւ դրա կարիքը մենք չունենք, պարզապես ովքեր ուզում են հասկանալ խնդիրը ինչում է, նրանք շատ լավ հասկանում են, ովքեր չէ, դա ձեր անձնական գործն է։ Սկսեմ նրանից, որ անգամ Հայաստանում, Երևանում մեր ամենամտերիմ ընկերներից մեկը, ընկերուհիներից, պատմեց հետևյալը, ասեց ես մեկնաբանություն թողեցի տեսանյութի տակ, այնուհետև մորս հեռախոսով մտա եւ այդ մեկնաբանությունը այլևս գոյություն չուներ։ Դա դեռ Հայաստանի սահմաններում, իսկ որ Ամերիկայից մեզ տեղեկացրին, որ 8-րդ տեսանյութից հետո այլևս ջնջված են այնտեղից մեկնաբանությունները, տարբեր ալգորիթմներ են երևի գործում, ուղղակի ամեն կերպ արգելափակվում է մեր տեսանյութերի պրոպագանդում է, այսպես ասենք, թեև ասեմ ձեզ, ասեմ արգելափակողներին, որ դա անիմաստ է, ժամանակի իզուր վատնում է իրենց կողմից, որովհետև կասեցնել այս ընթացքը հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ մեզ չեք դուք փորձում կասեցնել, դուք փորձում եք տիեզերական պրոցեսները կասեցնել, որի համար դուք արդեն շատ փոքր եք։ Այս առիթով ասեմ նաև, որ ես նույնպես ստացել եմ բազմաթիվ զանգեր, փաստող, որ գրում են մեզ, անընդհատ մեկնաբանություններ են թողնում, պատմում են իրենց այդ տեղի ունեցածները, բայց ցավոք սրտի դրանք չեն պահպանվում, նույնիսկ տասնյակ անգամներ մարդիկ գրում են եւ չեն պահպանվում։ Այո, անընդհատ, ասում եմ, մտնում եմ, ես նորից եմ գրում, մի րոպե հետո գոյություն չունի այդ մեկնաբանությունը։ Այնպես որ սա իմիջիայլոց անցանք կարևորին։ Եվս մի բանի մասին եմ ուզում խոսել, որ մեր հետևորդները վերջին ժամանակներս շատ են հարցնում, անընդհատ գրում են, անընդհատ մեկնաբանություններում են գրում, խոսքը վերաբերվում է այն կերպարներին, որ մենք ստեղծում ենք այս փոքրիկ տեսանյութերը, նախ որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր հետևորդներից
Արթուրին, Ռուսաստանաբնակ, այո, Արթուրին, որի ջանքերով իր եւ իր քրոջ որդու ջանքերով մենք կարողանում ենք ստանալ այսքան գեղեցիկ եւ այսքան բնականին մոտ կերպարներ, իդեպ ասեմ, այս բոլոր կերպարները նախապես ճշտվում են դիցերի հետ եւ մենք փորձում ենք ընտրել այնպիսի կերպարներ, որ հնարավորինս նրանք մոտ լինեն նրանց եւ կարող եմ ասել ձեզ, որ 60-ից 85% նմանություն ունեն այս կերպարները։ Մենք իհարկե կցանկանայինք, որպեսզի դա լիներ 100%-անոց, բայց առայժմ այսքանը։ Այո, եւս մի անգամ շնորհակալություն Արթուր Մկրտչյանին եւ քրոջ որդուն այս անշահախնդիր աշխատանքի համար, որը կարծում եմ մեծ արձագանք է գտել մեր հետևորդների։ Այո, եւ սա շատ կարեւոր աշխատանք է, շատ կարեւոր, քանի որ տեսողականով մարդկանց մոտ ավելի ու ավելի է տպավորվում եւ ընթացքում մենք կներկայացնենք նաեւ դիցերին, իրենց գործառույթները, որ անմիջականորեն նայեք, արդեն իմանաք, թե ով ինչի համար է պատասխանատու եւ դիմեք անմիջապես նրանց։ Եվ ես ձեզ կխնդրեմ անպայման, որպեսզի այս տեսանյութերը եւ առհասարակ մեր բոլոր տեսանյութերը լայն տարածեք ամենտեղ, YouTube-ի մեր նոր տեսահոլովակները, մեր այս հերթական հաղորդումները, դրանք իրոք այսօր շատ են պետք մարդկանց։ Մենք գիտենք, որ դուք շատ-շատերդ նայում եք, բայց ոմանք չեն տարածում այս տեսանյութերը։ Խնդրում ենք ձեզ, անպայման կիսվեք ձեր բոլոր հարթակներում մեր բոլոր տեսանյութերով։ Հավատացած եղեք, դուք շատ մեծ աշխատանք կատարած կլինեք հայ ազգի համար։ Առնվազն ձեր բաժին աշխատանքը։ Այո, գոնե ձեր բաժին աշխատանքը։ Այսօրվա մեր թեման կվերաբերվի հոգուն, հոգու տարբեր դրսևորումներին։ Այո, հոգու վերաբերյալ մեր վերջին շրջանում ստացած ինֆորմացիաներին, քանի որ անհատակ է հոգու գործառույթը, այսքան բացահայտումներից հետո մենք դեռ նույնիսկ չգիտենք նրա բաղադրությունը, որովհետև այդ բաղադրիչները չկան երկրագնդի վրա, բայց նրա գործառույթի վերաբերյալ անverջ բացահայտումներ ենք ստանում, որոնք մեկը մյուսին չեն հակասում, այլ լրացնում են։ Ուրեմն սկսենք այստեղից։ Գիտնականների կողմից ապացուցված է, որ կնոջ հղիության 57-րդ օրը սրտի առաջին բաբախյունի հետ ձևավորվում է այսպես կոչված սրտի ուղեղիկ, որը ստիպում է աշխատել սրտին։ Իսկ ինչ է տեղի ունենում իրականում։ Խնդրեմ Լիլիթ ջան։ Իրականում մենք արդեն գիտենք, որ 57-րդ օրը սաղմը ստանում է Սուրբ Սրբոց Արարչի կողմից ուղարկված եւ երեխայի մոր հոգու միջոցով նրա գանգուղեղում տեղադրված 4 կարևոր բաղադրիչները։ Ջերմությունը, ոգին, հիշողությունը եւ տրամաբանող օրգանը։ Սա մենք ասում ենք պայմանական գուցե անվանումներով, ոչ մասնագիտական, ոչ բժշկական, պրոֆեսիոնալ, բայց սա այն է, ինչին համաձայնել են դիցերը կոչել այս երևույթները այս բառերով։ Նրանց ստանալուց հետո նրանք այս 4 բաղադրիչները ներազդում են այդ սրտի ուղեղիկի վրա, այսինքն նյարդային մի այնպիսի կենտրոնի վրա, որը ստիպում է սրտին բաբախել։ Սրտի աշխատանքը սկսում է հենց այդ պահից, այսինքն այն պահից, որ արդեն ջերմությունը տեղադրված է երեխայի գանգում։ Եվ դադարում է սրտի աշխատանքը այն պահին, երբ ջերմությունը լքում է մարմինը։ Բոլոր այս օրգանների հետ միասին։ Միասին, այո։ Այսինքն ոչ թե այնտեղ ուղեղիկ է ձևավորվում իրականում, այլ նա ստանում է այն իմպուլսը, այդ նյարդային կենտրոնը, որը խթանում է սրտի աշխատանքը։ Սիրտը դնում է
բնականon հունի մեջ, այսպես ասած։ Եվ հիշեցնենք նաև, որ ջերմությունը, տրամաբանող օրգանը, ոգին եւ նաև հիշողության օրգանը տեղադրվում են մոր միջոցով, այսինքն մայրը ստանում է մոր հոգին, գնում ստանում եւ բերում է եւ ինքն էլ տեղադրում է 57-րդ օրը նորածնի մեջ։ Այո։ Նորածնի հոգին, ինչպես նախորդ մեր տեսանյութում արդեն դիտել եք, այլ գործառույթ ունի։ Այո։ Ծնվելու պահին իրականացվող։ Հաջորդ հարցը, որ կուզեինք անդրադառնալ, դա հոգի կանչելու երևույթին է վերաբերվում։ Հոգի կանչելու պրակտիկան իսկապես գոյություն ունի, սակայն խորհուրդ չի տրվում այն կիրառել, հիշեք հարգելի հետևորդներ, իսկապես խորհուրդ չի տրվում այն կիրառել, քանի որ կարող է իր մեջ վտանգներ պարունակել։ Այո, բանից պարզվում է, նախ մի փոքր խոսենք Գոհար ջան այն հոգիների մասին, որոնք ապրում են երկրի վրա երկարատև ժամանակ, երկար ժամանակ։ Այսինքն նրանք գալիս են այստեղ իրենց ծրագիրը կատարելու, իրենց աշխատանքը կատարելու։ Դա չի նշանակում, որ նրանք մարմնի մահից հետո չեն հեռացել, նրանք վերանորոգվել եւ վերադարձել են աշխատանքի եւ ապրում են, եթե ապրում են, այսպես ասած դամավոյները, որոնք հայտնի են, այո, հոգիները տներում ապրող, նրանք աշխատում եւ ապրում են իրենց ծրագրի շրջանակներում։ Այո։ Եվ եթե մենք հոգի ենք կանչում, անկախ նրանից այդ հոգին որտեղ է այդ պահին, մենք նրան շեղում ենք իր ծրագրից։ Եվ նշանակություն չունի մեր կողմի հոգի է դա, թե հակառակորդի, ծրագրից շեղումը կարող է, այո, շատ վատ անդրադառնալ հոգի կանչողի վրա։ Դրա համար, եթե անգամ կանչել եք, պետք է շնորհակալություն հայտնեք նրան եւ հրաժեշտ տակ շատ քաղաքավարի կերպով։ Երբեմն մարդիկ չգիտակցելով այս ամենի լրջությունը լինում է պահ, որ վախից կամ ուղակի լուրջ չվերաբերվելուց կարող է նույնիսկ ծաղրեն տվյալ հոգուն, ով եկել է եւ իրենց ինչ-որ ինֆորմացիա է հաղորդում, կամ չհավատալ նրա հաղորդած ինֆորմացիաներին եւ սկսել այլ կերպ վերաբերվել, որի արդյունքում իրենք կարող են զայրացնել հոգուն։ Եվ ցավոք սրտի զայրացնելու ընթացքում հոգին կարող է ձեզ ամենատարբեր վնասներ հասցնել։ Մարդիկ չեն գիտակցում այս ամենի լրջության մասին։ Ընդհանուր շատ լուրջ վնասներ։ Իհարկե ամեն հոգի իր հասցրած վնասի համար հետագայում կպատժվի արարչի կողմից, այսինքն նա նաև ունենում է հոգու վարկանիշի անկում, բայց այդ պահին նրանք մտածում են, որ իրենք ճիշտ են վարվում եւ բոլոր դեպքերում արարիչը միգուցե թե չիմանա այս ամենի մասին եւ ազատ կամքի դրսեւորումն են իրենց օգտագործում։ Նորից խանգարում է, այո, հոգիներին նույնպես։ Միևնույնն է, այստեղ էլի տուժողը մենք ենք լինում, այսինքն մարդիկ են լինում այստեղ տուժողը։ Դրա համար պետք է շատ լուրջ վերաբերվել այդ փաստին, առհասարակ պետք չի կանչել հոգիներին, իսկ եթե կանչում եք, շնորհակալություն հայտնեք նրանց եւ ճանապարհեք, ասեք, որ ուզում եք, որպեսզի նրանք հեռանան, որպեսզի այդ հոգիները հեռանան եւ գնան իրենց աշխատանքները կատարելու։ Տներում ապրող հոգիների վերաբերյալ եւս մի դիտարկում, երևի քո օրինակից սկսենք, Գոհար ջան։ Այո, սիրով։ Մի անգամ երրորդ վիճակում գտնվելու այդ ժամանակ ես տեսա մի տատիկի, մի կնոջ տարիքով մոտ 60-65 տարեկանի, որը որ մեր տան մեջ էր, այսպես գեղեցիկ հիշում եմ երկնագույն հագուստ ոնց որ լիներ իր վրա, բավականին գեղեցկադեմ կին էր։ Ես անակնկալի եկա եւ նա ինձ ասաց, որ մի վախեցիր, ես բնակվում եմ ձեր տանը ու ես հասկացա, որ ինքը հոգի է եւ մշտապես բնակվում է մեր տանը։ Իհարկե նրանք նաև պաշտպաններն են այդ տների, որտեղ որ իրենք բնակվում են, իրենք իրենց ծրագիրն են կատարում, այսպես կոչված դամավոյները։ Եվ այսպիսի մի խնդրանք հնչեցրեց, ասաց միայն խնդրում եմ, մշտապես սեղանի վրա ինձ համար ունեցիր քաղցրավենիքներ եւ մրգեր։ Ես դրանք շատ եմ սիրում։
Հիմա հասկանանք, թե ինչու են հոգիները շատ սիրում։ Այո։ Իրականում ոչ թե հոգիները սնվում են քաղցրավենիքով կամ մրգերով, ինչպես գիտենք, հոգիները սնվում են արևից, էներգիա ստանում են նրանք արևից։ Այլ հոգիների բaragայում այդ քաղցրավենիքի, մրգերի, խնկի հաճելի բույրը չեզոքացնում է միջավայրում եղած վատ ծանր օդը, կեղտոտ օդը, որը կարող է շատ քայքայիչ ազդեցություն ունենալ հոգու վրա։ Այո, հոգին քայքայում է այդ հոտերը։ Այդ իսկ պատճառով են, որովհետև ի վերջո այդ վատ ծանր օդը իր մեջ թույներ է պարունակում, ինչպես մարմնի համար են նրանք տհաճ եւ վնասակար, նույնպես եւ հոգու։ Դրա համար նրանց նույնպես հաճելի է լավ հոտերը, մաքուր օդը եւ այո, մշտապես օդափոխել սենյակները եւ գիտեք, միևնույն է, եթե մենք դա չանենք, այդ հոգիները իրենք դուրս կգան, ունեն այդ հնարավորությունը, չէ՞ Լիլիթ ջան։ Իրենց համար լավ մաքուր օդի բնության մեջ կնստեն, մեզանից 250 մետր հեռավորության վրա ամենաշատը, եւ կասեն դե շնչիր, ինքդ ստեղծեցիր այդ ամենը, ես կգնամ այնտեղ ինձ չի վնասի, ինքս ինձ չեմ վնասի, բայց այս պարագայում կվնասվի նաեւ մեր ֆիզիկական մարմինը։ Այդ իսկ պատճառով հնարավորինս զերծ մնացեք, դրանք նաև ծխախոտի հոտերն են, օրինակ նրանց շատ հաճելի է խնկի հոտը, սովորաբար խունկ ծխելը տանը, որը նույնպես չեզոքացնում է այս վատ էներգետիկան եւ նույնիսկ հանգստացնում է հոգիներին, վատ տրամադրվածությունները նրանց, այնպես որ եկեք մշտապես օդափոխենք մեր տները։ Այս թեման շարունակենք շատ կարևոր մի գործառույթ բացահայտելով հոգու, այո, որը ճիշտն ասած ապշեցուցիչ էր, բայց նաև տրամաբանական։ Մենք արդեն գիտենք եւ գրքում էլ դա տպագրված է, որ մեր մարմինները օժտված են մագնիսական դաշտով, իսկ հոգիները ունեն էներգետիկ դաշտ։ Այո։ Ռուբեն Գրիգորյանի հարցումները ցույց տվեցին, որ մարմինը սեփական էներգիա առհասարակ չունի։ Մարմինը սնվում է ամենատարբեր էներգիայի աղբյուրներից, որոնք գտնվում են միջավայրում, մեր սկսած արևից, սննդամթերքից, այո, բայց ամենամեծ չափաբաժինը էներգիայի մենք ստանում ենք հոգուց։ Եվ եթե ֆիզիկական մարմինը պարտադիր 2 ժամ պետք է դրսում գտնվի, հիշեցնենք, որպեսզի վերալիցքավորվի մեր ջերմությունը, որը ապահովում է մեր ամբողջ գործունեությունը մարմնի, ապա հոգին առանց մեզ հարցնելու, քանի որ նա բավականին ազատ է շարժման մեջ, ամենակիչը 1.5 ժամ գտնվում է դրսում, վերալիցքավորվում արևի էներգիայով եւ այն հաղորդում մեզ։ Ամենամեծ էներգիան մենք ստանում ենք մեր սիրելի հոգիներից։ Եվ ինչ է ստացվում, երբ մարդիկ ասում են մենք ստացանք второе дыхание, երկրորդ շնչառություն կոչվածը, դե սովորաբար մարդկանց մոտ այդպես է տարածված, երբ մարդիկ ստանում են այս երկրորդ շնչառությունը, այսպես հոգնած, նստած են չեն կարողանում շարժվել, սպառված ու մեկ էլ հանկարծակի լիցքավորվում են էներգիայով։ Սա հոգու մեծ գործոնն է, որ մեզ լիցքավորում է իր արևից ստացած էներգիայով։ Այդ պատճառով էլ մենք արևի որդիներ ենք կոչվում։ Արևը մեր էներգիայի էլի հիմնական մասն է ապահովում, այսպես թե այնպես։ Այո։ Եվս մեկ կարևոր բացահայտում հոգու վերաբերյալ։ Երկու մարդկանց միջև բացասական հույզերի ծագման ժամանակ հոգիներն անմասն են մնում այդ հակասությանը, քանի որ օբյեկտիվորեն լավ գիտեն ճշմարտությունը։ Իսկ սիրո պարագայում հոգիները իրար հետ շփվում են, իրար հետ հաղորդակցվում, նաև էներգետիկ դաշտով։
Այս արդիվ մի փոքր ուզում եմ հետ գնանք Գոհար ջան, Այո։ մի փոքր անդրադարձ կատարենք մի թեմայի, որի մասին մեզ շատ հաճախ են հարցեր ուղղում։ Սիրո, ամուսնության, նախադրյալներ, նախապայմաններ, այս ամենը ուղղակիորեն կապված են հենց այս բաղադրիչների հետ, հոգու եւ մարմնի եւ զգայարանների։ Այս մասին մենք ունենք գրված գրքում, բայց երբեք հաղորդման ընթացքում չենք անդրադարձել։ Սրան չենք անդրադարձել, հենց սիրո մասին, քանի որ խոսք գնաց։ Այո։ Պետք է հասկանալ ինչ է սերը եւ ընդհանրապես ամուսնության պարագայում ինչպես, ինչի հիման վրա, ինչով պետք է առաջնորդվել, որպեսզի այդ ընտանիքը ամուր լինի։ Ինչպես գիտենք, մենք ունենք 5 զգայարան եւ ունենք մագնիսական դաշտ։ Իսկ հոգին ունի 2 զգայարան, տեսողական եւ լսողական, եւ ունի էներգետիկ դաշտ։ Ամուսնանալու համար, սիրելի հետևորդներ, անհրաժեշտ է բոլոր այս 9 զգայարանների բացարձակ լիարժեք համապատասխանություն 2 տարբեր սեռի մարդկանց միջև։ Որը որ լիարժեք տեղի ունենում, հիշեցնենք դիցերի պարագայում, այո, նրանք ամուսնանում են միայն այս սկզբունքով, այդ է պատճառը, որ կարող է 10,000 տարեկան դիցը դեռևս ամուսնացած չլինել, որովհետև նա չի հանդիպել այն միակին, ում հետ համապատասխանում են բոլոր 9 զգայարանները։ Եվ ես բազմիցս եմ այս հարցը հնչեցրել, միթե այսքան 4 միլիոն տարիների ընթացքում երբեք նրանց մոտ բաժանություն չի եղել, պատկերացրեք, որ չի եղել։ Որովհետև դրա կարիքը չի եղել։ Եվ սեր առաջին հայացքից ասվածը բոլորովին խորհուրդ չի տրվում առաջնորդվել այդ զգացումով, որովհետև այն շատ մակերեսային է, խաբուսիկ եւ չի կարող ներառել իր մեջ բոլոր այս հանգամանքները։ Գնանք առաջ։ Այո։ Ուրեմն հաջորդ թեման, որին կուզենք անդրադառնանք, դա վերաբերվում է երեխաներին։ Մինչև 2 տարեկան եւ 9 ամսեկան երեխաների մոտ երկրորդ չակրան բաց է մնում 8%-ով։ Եվ ելնելով նախորդ կյանքերի փորձառությունից, տվյալ երեխայի հոգին է որոշում, ինչպիսի ինֆորմացիա պետք է թույլ տալ, որպեսզի երեխան ճիշտ զարգանա։ Այսինքն, եթե մեր երկրորդ չակրան փակվում է, մենք չենք հիշում, մեր հիշողությունները նախկին կյանքերը, մեր գիտելիքները, մեր ամբողջ ունեցած այս պաշարը, հոգին է որոշում, թե ինչքան ժամանակ կարող է այդ 8%-ի չափը բաց թողնել, որպեսզի երեխան կարողանա զարգանա, այսինքն ստանա նախկին կյանքերից ամենաանհրաժեշտ եւ կարեւոր գիտելիքներն ու ինֆորմացիաները, որը պիտի նպաստի նրա զարգացմանը։ Եվ այս ընթացքը կարող է տևել 6 ամսեկանից մինչև 2 տարեկան 9 ամսեկանը։ Այսինքն կախված նրա ունակություններից, նա 6 ամսեկան, ասենք 7 կամ 8 ամսեկանում կհասցնի այդ ամբողջ 8%-ը յուրացնել, թե նրան պետք է մոտավորապես 2 տարի 9 ամիս։ Դա ամենամեծ ժամկետն է։ Գոհար գուցե նաև պայմանավորված է նրանից, թե նախորդ կյանքում ինչպիսի փորձ ունի կուտակած։ Անշուշտ։ Եվ արդյոք դա բավարար է այդ 6 ամսում յուրացնելու համար, թե դրա համար էլ որոշների մոտ 6 ամսում, իսկ որոշների մոտ էլ 2 տարի 9 ամսում, այո, որից հետո երկրորդ չակրան փակվում է հենց հոգու կողմից։ Դիցերի մասին բացահայտումների շարքը շարունակվում է։ Եվ ասեմ ձեզ, որ առաջիկայում մենք պատրաստում ենք մի մեծ թողարկում, միգուցե 2 թողարկում, այո, ամբողջը նվիրված կլինի դիցերին, նոր բացահայտված դիցերին, շատ հետաքրքիր բացահայտումներ ունենք, անպայման հետևեք, որպեսզի բաց չթողնեք դրանք, իրենց գործառույթներին։ Լիլիթ ջան, քանի որ անդրադարձանք դիցերին,
Ես կխնդրեի, որ դու քո երեկվա տեսած տեսիլքը պատմես։ Եվ նաև շատ են հարցադրումները, երբ մենք այս տեսահոլովակները տեղադրում ենք, բոլորը վերադարձանք, գալիս ենք, վերադառնում ենք, չէ, դիցերի վերաբերյալ։ Անկեղծ արդեն 2 օր է անցել մի փոքր խամրել այդ երազ ասեմ թե տեսիլք, ես քննելուց առաջ խնդրեցի երազդիցին բոլորովին այլ թեմայով խնդրեցի ինձ հուշում տալ ինչպես կավարտվի այսինչ երևույթը, ինչը ինձ շատ անհանգստացնում էր եւ բոլորովին, ասենք, այլ թեմայի շուրջ չեմ էլ մտածել, բայց լուսադեմին տեսնում եմ այդ տեսիլքը, հետո ինչպես բանից պարզվեց, 2 դիցեր էին ներկա, տարբեր դիցեր, տղամարդիկ էին, ովքեր ներկա էին ինչ-որ մի տարածքում, որտեղ ես բազմաթիվ երեխաներով շրջապատված ինչ-որ ուսումնական process է, ես դա կապեցի։ Դա քո մեծ առաքելությունն էր, էլի ջան, այս կյանքում։ Առօրյա իմ աշխատանքի հետ։ Հետո մի փոքր ուշ ես տեսնում եմ մյուս դիցին, երկուսն էլ իրենց չափերով մեր կրկնակի չափերի են, եթե ոչ ավել, եւ դրանով ուշադրությունս գրավում են, եւ ես անգամ այդ երազի կամ տեսիլքի մեջ ես հասկանում եմ, մտածում եմ, որ սա մենք չենք, սա ինչ որ տեսնես ինչ են վերահսկում, ինչու են իրենք ներկա, ես այդքան բանը կարողանում եմ մտածել։ Երկրորդ դիցը, որը էլի մեր կրկնակի 2.5 անգամ երևի մեզանից բարձրահասակ էր, ներկայացավ շատ տարիքով մարդու տեսքով, ձեռնափայտով, շատ հագնված այսպես պատկառելի արտաքինով եւ ես նրա հետ շրջապատված այդ իմ աշակերտներով ես այդպես եմ ընկալել, մենք իջնում ենք Աբովյան փողոցով դեպի հրապարակ, մետրոյի երիտասարդական կայարանի այդ բաց տարածքից դեպի նեղացող մաս Աբովյանի, իջնում ենք դեպի ներքև եւ այս դիցը մեզ ուղեկցող ասում է ոնց եմ կարոտել այս հողը, ոնց եմ կարոտել այս երկիրը, ոնց եմ սիրում ես այս հողը։ Ու երբ որ արթնացա, ես մի քիչ անդրամադիր էի, ես խնդրել էի բոլորովին ուրիշ թեմայով հուշում տալ, ու այդպես էլ չհասկացա, մի քանի օր անց առիթ եղավ, ես խնդրեցի Ռուբեն Գրիգորյանին պարզել ովքեր էին ներկա, եւ չեմ կարող ձեզ հետ չկիսել այս ուրախությունը, հետո միայն ես հասկացա կապը մեր այս վերջին շրջանի կարճ հոլովակների հետ։ Ներկա են եղել Սուրբ Միհրը եւ Սուրբ Տիրը, ովքեր փաստորեն ցույց են տվել իրենց հովանավորությունը մեր ապագա կրթական գործընթացին, օգնությունը եւ հովանավորությունը, ինչի համար անսահման շնորհակալ ենք նրանց։ Այո։ Պատիվ ունենք ծառայելու։ Անկեղծ Լիլիթ ջան։ Ես իմանալուց հետո շատ։ Այս գեղեցիկ նոտայով էլ այսօր ավարտենք մեր հաղորդումը։ Միայն հիշեցնեմ ձեզ, որ գիրքը ձեռք բերելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ ներքևում նշված հեռախոսահամարներով եւ կարող եք Եվրոպայում գիրքը ձեռք բերելու համար նույնպես կապ հաստատել ներքևում նշված հեռախոսահամարով։ Չենք մոռանում մասնակցել համազգային խնդրանքին ամեն 3 շաբթի եւ 5 շաբթի օրերին եւ դիմել Սուրբ Դից Հալդին քրիստոնեությունից դուրս գալու եւ 9-րդ օրը հատանոզների հետևորդը դառնալու համար։ Գոհար ջան, ես հարկ եմ համարում եւս մի անգամ այս օրերին շեշտել մեր անհամաձայնությունը այն բռնաճնշումների, այն բռնությունների նկատմամբ, որ կիրառվում են հենց հոգևորականների նկատմամբ։ Այո։ Մեր գործունեությունը ուղղված չի որևէ անձի, որևէ մեկի նկատմամբ։ Նույնքան մենք դեմ ենք
ցանկացած ապօրինի բռնաճնշման, ազատամարտիկի, բիզնեսմենի, որևէ անմեղ մարդու նկատմամբ։ Այնպես որ խնդրում եմ եւ ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում հանկարծ որևէ ընդհանրություն չտեսնել մեր գործունեության եւ այս մարդատյաց իրավիճակի միջև։ Իհարկե, լիովին համամիտ եմ Լիլիթ ջան։ Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել մեր գործունեությանը, մեր բոլոր տվյալները կան նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն ձեզ եւ մեզ։